Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ղևոնդյան հրավերն ընդունելու համար։ Ինչպիսի խորհրդարան ընտրեց հայ հասարակությունը, արդյոք Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու ունակ օրենսդիր աշխատանք կարող ենք ակնկալել այս պատկերով խորհրդարանից առաջիկայում։ Ցավոք սրտի ընտրվեց այնպիսի խորհրդարան, որը կրկնություն է նախորդ խորհրդարանի, դեռ մի բան էլ ավելի վատ, որովհետև իշխանություն ունեցող քաղաքական ուժը մի փոքր ավելի քիչ հնարավորություններ է ունենալու իր մանդատը իրացնել, քան նախկինում ուներ, նախորդ խորհրդարանում ուներ, որակյալ մեծամասնության հետ կապված խնդիրները ես նկատի ունեմ, բայց նաև համանդրական մեծամասնության հասնելու համար շատ ավելի մեծ տարածություն է պետք անցնել, շատ ավելի շատ մարդիկ պետք է միանան, պատկանողներ պետք է միանան այլ ուժերից, որ համանդրական մեծամասնություն ունենա իշխող ուժը, այս առումով իհարկե խնդրահարույց էր ընտրությունը, մյուս կողմից կանխատեսելի ընտրություն էր, մյուս կողմից հենց սա էլ պետք է լիներ, որովհետև հասարակության տրամադրությունները ցույց էին տալիս որ իշխող քաղաքական ուժը ամենամեծ աջակցությունն ունի, մոտավորապես 2-ից ավելի անգամ գերազանցում է ամենամոտ հաջորդ ուժին եւ այդպես էլ եղավ 23 եւ 49 մոտավորապես իսկ մյուս կողմից որ հասարակության մյուս մեծ խոշոր հատվածը մարդիկ են, ովքեր ցանկանում են Ռուսաստանի ազդեցության ընդլայնում Հայաստանի Հանրապետությունում եւ ակնհայտ է, որ նրանք ընտրելու են ռուսական ազդեցության քաղաքական ուժերին։ Մենք իհարկե դեռ ԲՀԿ-ի մասը կխոսենք, կանդրադառնանք, դրան ձեր տեսակետը կլսենք, բայց եւ այնպես։ Ազգային ժողով է անցնում այս պայդրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս պահի արդյունքներով, նախնական արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան դաշինքը։ Իրենք առաջիկայում ընդդիմադիրների մասին է խոսքը, նախատեսում են որոշակի գործընթացներ։ Օրինակ Հայաստան դաշինքն ասում է, որ իրենք նախ վերահաշվարկ են անելու, հետո դիմելու են սահմանադրական դատարան։ Իսկ ուժեղ Հայաստանի պարագայում վարչապետի իրենց տեխնացու Նարեկ Կարապետյան ցուցակի առաջին համարն ասում է, որ իրենք դեռ կսպասեն հասկանալու համար, թե ԲՀԿ-ի ճակերտում ճակատագիրը ինչպիսին է լինելու։ Կասեք, ինչ գործընթաց է սպասվում, ինչ ակնկալել։ Մեր զրույցի պահին ես նշեմ, որ վերահաշվարկը արդեն ընթանում է օրենքով սահմանված կարգով եւ վերահաշվարկի արդյունքներից հետո նոր կարելի է վերջնական խոսել այն մասին, թե ի վերջո ինչ եղավ ԲՀԿ-ի ճակատագիրը, բայց մյուս կողմից թե Հայաստան դաշինքի, թե ուժեղ Հայաստանի ընդվզումը ընտրությունների արդյունքների դեմ անիմաստ է, որևէ արդյունք չի բերելու, որովհետեւ մենք տեսել ենք ընտրությունները ինչպես են անցել, այնտեղ իմ գնահատմամբ որևէ խնդիր, որը կարող է բերել օրինակ սահմանադրական դատարանում էական փոփոխությունների չկա, այո, մանր անճշտություններ կան, մանր խնդիրներ կան, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ լինում են, առավել եւս ժողովրդավարական երկրներում, որտեղ վերևից ներքև հրահանգավորված չէ եւ գործընթացները պլանավորված չեն իրականացվում, ժողովրդավարական երկրներում նմանատիպ անճշտությունները, խնդիրները սովորական բան են, դրա համար կա նույն վերահաշվարկի գործընթացը, որը ինչպես ասացի, ընթանում է եւ կարող է իհարկե Հայաստան դաշինքը դիմել սահմանադրական դատարան, գուցե Հայաստան դաշինքը օգտվի իր այդ հնարավորությունից, որովհետեւ 2018 եւ 21 թվականի ընտրությունները, երբ փորձում էին ընդդիմադիրները կասկածի տակ դնել, շատ-շատերն էին ասում, որ եթե կասկածի տակ էր դրվում, ինչու որևէ մեկը չբողոքարկեց, հավանաբար այս խոսույթին դիմակայելու համար, հետագայում ասելու համար, որ մենք բողոքարկել ենք, Հայաստան դաշինքը կարող է դիմել սահմանադրական դատարան, բայց ես նշեմ, որ ամենայն հավանականությամբ դա ոչ մի արդյունք չի տա։ Ուժեղ Հայաստանը ըստ իրենց հայտարարությունների, ըստ իրենց դիրքավորման իմ վերլուծության պատրաստ է մանդատները վերցնել եւ ուժեղ Հայաստանը բողոքարկել չի ցանկանում։ Իհարկե նրանք սպասում են Բարգավաճ Հայաստանի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը, բայց երկու դեպքում էլ Բարգավաճ Հայաստանի անցնելու եւ չանցնելու դեպքերում էլ կարծում եմ Հայաստան ներողություն ուժեղ Հայաստան դաշինքը կգնա խորհրդարան, մանդատները կվերցնի եւ կաշխատի։ Ինչ կփոխվի, եթե ԲՀԿ-ն անցնի եւ ինչ կփոխվի, եթե ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան։ Եթե չի անցնում Բարգավաճ Հայաստան խորհրդարան, քաղաքացիական պայմանագիր ունենում է որակյալ մեծամասնություն, ինչը անդրադառնալու է որոշ մարմիններում սահմանադրական դատարանում, վճռաբեկ դատարանում, բարձրագույն դատական խորհրդի մասին վրա, 3/5-ը եւ անդրադառնալու է սահմանադրական օրենքների փոփոխությունների հետ կապված այն փոփոխությունները, որոնք վերապահված են ազգային ժողովին։ Դրանք կարողանա քաղաքացիական պայմանագիրը միազնյա իրականացնել, թե չի կարողանա, այս մի քանի հարցերի վրա է անդրադառնալու։ Եթե չի անցնում, քաղաքացիական պայմանագիրը կունենա որակյալ մեծամասնություն, եթե անցնում է, չի ունենա որակյալ մեծամասնություն, բայց չունենալու դեպքում խնդիր է իշխանության համար գիտեք, որակյալ մեծամասնություն չունենալը ինքը իրենով որոշակի սահմանափակում է քաղաքացիական պայմանագրին, բայց ես կարծում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այնպիսի մի ուժ է, որի հետ քաղաքացիական պայմանագիրը որոշ դեպքերում իհարկե ոչ
ամբողջությամբ կամ ոչ մեծ մասում դեպքերի, բայց փոքր մասում դեպքերի կարող է համագործակցել, օրինակ միջազգային օրակարգեր սպասարկելիս, օրինակ որոշ հարցեր քննարկելիս կարող է խորհրդարանում ի վերջո ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, քանի որ ներկայացնում են ռուսական ազդեցություն Հայաստանի Հանրապետությունում, Բարգավաճ Հայաստանը կարող է որոշ դեպքերում Հայաստանի շահերը ամեն դեպքում բարձր դասել, քան Ռուսաստանի շահերը։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների դեպքում ես չեմ սպասում, որ կարող է լինել իրավիճակ, երբ Հայաստանի շահերը կգերադասվեն Ռուսաստանի շահերից։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ազգային ժողովում չի ունենում բացարձակ կամ սահմանադրական մեծամասնություն կամ այսպես ասած 2/3, հնարավոր չի լինելու փաստացի սահմանադրական բարեփոխումների օրակարգը առաջ տանել, չէ՞։ Այսինքն իշխանությունը պիտի հրաժարվի այդ օրակարգից, թե այլընտրանքային տարբերակներ կարող են լինել։ Օրինակ, այն պահանջը, որը պարտադրում է, որ 2/3 ունենա գործող իշխանությունը, որպեսզի նման փոփոխությունների գնա, օրինակ դա փոփոխվելու հնարավորություն ստեղծվի մեկ այլ օրենքով։ Չէ, չի կարող դա այլ օրենքով փոփոխվելու հնարավորություն ստեղծվի, որովհետև դա սահմանադրության պահանջ է։ Այստեղ խնդիրն այն է, որ ես ավելին ասեմ, խնդիրն այն է, որ քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ Բարգավաճ Հայաստանի անցնելու դեպքում, նույնիսկ Բարգավաճ Հայաստանի բոլոր ձայների հետ միասին, միևնույն է սահմանադրական մեծամասնություն չի հասնում, 2/3 չի լինում, եւ փաստացի սահմանադրական մեծամասնության եւ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնելու համար անհրաժեշտ է լինելու համաձայնության գալ կամ Հայաստան դաշինքի կամ ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների հետ։ Հավանական սցենար է դա։ Տեսեք, դա կարող է լինել մի դեպքում իմ գնահատմամբ, դա կարող է լինել, եթե նոր սահմանադրության տեքստում հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը։ Բայց եթե Ռուսաստանի շահերը ինչ սահման կունենան, եթե դա առաջարկը լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը դիտարկի դա եւ համեմատի նրա հետ ինչ ցանկանում է անել, ամենայն հավանականությամբ քաղաքացիական պայմանագիրը չի ընդունի այդ տարբերակը։ Այսինքն սահմանադրության տեքստում Ռուսաստանի շահերը ներառելը շատ դեպքերում շատ հեռու է լինելու նրանից, ինչի համար որ սահմանադրությունը ցանկանում էր փոխել քաղաքացիական պայմանագիրը եւ խոսքը միայն նախաբանի մասին չէ, խոսքը միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին չէ։ Այնպես որ իմ կանխատեսմամբ շատ ավելի հավանական է, որ առաջիկա 5 տարիների սահմանադրությունը չի փոխվի, քան կլինի համաձայնություն եւ կփոխվի։ Այդ դեպքում դա որևէ կերպ կանդրադառնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլով զարգացման վրա, թե չէ։ Անշուշտ անդրադառնալու է, ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է պահանջել, որ Հայաստան սահմանադրություն փոխի, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Ես չեմ պնդի, որ խաղաղության պայմանագիրը պարտադիր մնալու է չստորագրված։ Գուցե Ադրբեջանը փոխի իր կարծիքը, առավել եւս, որ գիտենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Հայաստանի ընտրությունների կապակցությամբ կոչ էր արվում շուտապույտ ստորագրել համաձայնագիրը, թեև հետագայում նրանք խմբագրեցին եւ այդ մասը մի փոքր փոխեցին, բայց ամեն դեպքում այդ կոչը կար, այսինքն Ադրբեջանի նկատմամբ կա ճնշում առ այն, որ նա գա եւ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, գոնե Թուրքիայի կողմից մենք այդ ճնշումը տեսնում ենք, կարող ենք կռահել, որ նմանատիպ ճնշում կա նաեւ Եվրոպայի կողմից, Միացյալ Նահանգների կողմից։ Բայց ինչ արդյունքի դա կհանգեցնի, չենք կարող այս պահին ասել, առավել եւս, որ հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, բարձր պաշտոնական մակարդակում Հայաստանի ներկայացուցիչները ցույց են տալու, որ սահմանադրական փոփոխությունների օրակարգը Հայաստանում արկախված է։ Պարոն Ղևոնդյան, նորից դառնալով ընդդիմադիրների հնարավոր գործողություններին սահմանադրական դատարան դիմելու վերահաշվարկի մասով, նախ վերահաշվարկի մասով ձեր կարծիքով շատ մեծ ազդեցություն կունենա վերահաշվարկի ամփոփումից հետո ընտրությունների արդյունքների վրա պատկերը կփոխվի, թե ոչ, թե մի քանի տասնյակ գուցե ընտրատեղամասերի վերահաշվարկը, մի քանի ձայներ այս կողմ այն կողմ, իմիջիայլոց ԿՊ-ի մասով էլ ոնց որ թե ձայների քիչ գրել կա ԿՊ պատգամավորները ներկայացնում են, որ վերահաշվարկի արդյունքում նաև իրենց ձայներն են ավելացել, սա մի կողմ, բայց ընդհանուր առմամբ պատկերը էականորեն կփոխվի ընտրությունների արդյունքների, թե որոշակի ձայներ կավելանան, կպակասեն եւ միգուցե դրանով էլ որոշի ԲՀԿ-ի անցնել-չանցնելու հնարավորությունը։ Ինչպես արդեն ասացի, նմանատիպ անճշտությունները սովորական բան են ժողովրդավարական հասարակություններում եւ վերահաշվարկի արդյունքում գուցե մեկ ձայն, ես հիշում եմ նախորդ չեմ հիշում կոնկրետ որ ընտրություններին, բայց նախորդ ընտրություններից մեկում էլ վերահաշվարկի արդյունքում մեկ պատգամավոր ավելացավ նույն քաղաքացիական պայմանագրին, եթե չեմ սխալվում, կամ 18 կամ 21 թվականին էր, եւ վերահաշվարկի արդյունքում այո, կարող է պատգամավորների թիվը փոխվել, բայց
Էական հարցը այստեղ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությանն է վերաբերվում եւ իհարկե դրան զուգահեռ քաղաքացիական պայմանագրի որակյալ մեծամասնություն ունենալ չունենալուն է։ Իմ կանխատեսումն այն է, որ ամեն դեպքում վերահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնելու է խորհուրդ։ Այս տարիների ընթացքում ընդդիմադիրները հատկապես անդադ խոսել են այն մասին, որ Սահմանադրական դատարանը ձևավորվել է օրվա քաղաքական իշխանության միջամտություններով եւ նաեւ վիճահարույց տարբեր գործողությունների արդյունքում։ Հիմա ուժերից մեկը համենայն դեպս այս պահի դրությամբ Հայաստան դաշինքը որոշել է գնալ եւ դիմել Սահմանադրական դատարան։ Իմիջիայլոց Իշխան Սաղաթելյանը խոսելիս էլ ասում էր, որ ունենալով այնպիսի պատկեր, ինչպիսինն է հիմա Սահմանադրական դատարանը, այդուամենայնիվ մենք դիմելու ենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Ձեզ համար տրամաբանված է, իսկ չվստահել, բայց գնալ Սահմանադրական դատարան դիմել, որպեսզի ստանաս ընտրությունների վերաբերյալ գնահատական այդ դատարանից։ Եթե չես վստահում, ոնց ես գնում։ Եվ ի վերջո որ որոշումն է իրենց համար ընդունելի լինելու։ Եթե օրինակ Սահմանադրական դատարանը դիցու կասի, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, դա ընդունելի է եւ հակառակ պարագայում իրենք չեն ընդունելու, դուք տրամաբանված եք համարում։ Հենց դրա համար ես ասացի, որ Սահմանադրական դատարան դիմելը ոչ թե ընտրությունների արդյունքը փոխելն է, այլ Սահմանադրական դատարան դիմելու պատճառն այն է, որ նրանք կարող են հետագայում ասել, որ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան։ Մենք համաձայն չենք եղել, այս իշխանությունները կեղծել են եւ այլն եւ այլն։ Այնինչ ասել են նախորդ երկու անգամ, եւ 2018-ին են դա ասել, հայտարարել են թե լեգիտիմ չէին ընտրությունները, եւ 2021-ից հետո են շատ ավելի բարձրագույն հայտարարություններ արել։ Այս անգամ նրանք կունենան Սահմանադրական դատարան դիմելու փաստ եւ այդ փաստը կարողանան օգտագործել իրենց հետագա քաղաքական գործունեության Բայց դե մանդատը վերցնում են իրենք արդեն իսկ չեն լեգիտիմացնում այս խորհրդարանը, չէ՞ որ իրենք գնում են այդ խորհրդարանում աշխատելու։ Ես կարծում եմ այս խորհրդարանը կարիք չունի, որ Հայաստան դաշինքը իրեն լեգիտիմացնի կամ ապալեգիտիմացնի։ Այս խորհրդարանը լեգիտիմ է այնքանով, որ մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես այս խորհրդարանական ընտրությունները անցել։ Չեն եղել ահաբեկումներ, չեն եղել մասսայական կաշառքի բաժանումներ իշխանությունների կողմից առաջին հերթին։ Դե եկեք ընդդիմադիրներին լսեք, ասում են ընդդիմադիրների ձերբակալություններ, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում, ընտրախախտումներ, իշխանական համատարած ճնշումներ։ Ես ճիշտ ասած իրենց հայտարարածներից միայն տեսել եմ ընդդիմության կողմից կաշառքի բաժանման դեպքեր, որոնք բացահայտվել են, այո, վարչական որոշակի խախտումներ եմ ականատես եղել, բայց համեմատելի չէ անգամ իրավիճակը մինչև 2018 թվականի եղած ընտրությունների հետ, սկսած 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ, ակնհայտորեն այստեղ համեմատելու եզր չկա։ Եթե այդ ժամանակվա Սահմանադրական դատարանը երբևէ չի ասել բացի 2003 թվականից, որ ընտրությունների մեջ խնդիր կա, ապա այսօր այն Սահմանադրական դատարանը, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորներն են Սեդա Սաֆալյանը, Արտակ Զեյնալյանը, Արմեն Դանիելյանը Սահմանադրական դատարանի նախագահն է, նման մարդիկ չեմ կարծում, որ ձեր նշած այդ խնդիրների վերաբերյալ կանխակալ կարծիք ունենան։ Նրանք բացահայտ կասեն այն, ինչ տեսել են, իրենք են տեսել, եւ ես կարծում եմ, որ դա կհամընկնի իմ կարծիքի հետ։ Պարոն Ղևոնդյան, մենք նախորդ խորհրդարանի գումարման խորհրդարանի ժամանակ տեսել ենք բազմաթիվ վեճեր խորհրդարանում, բազմաթիվ դիսկուրսներ, որոնք եղել են մեղադրանքների տիրույթում։ Դու սա ես, դու նա ես, դու նախկին ես, դու ներկա ես եւ արդյունքում լինում էին հարցեր, որոնք որ թեկուզ օրակարգային կարող էին դառնալ, բայց դուրս էին մնում խորհրդարանական ուժերի եւ падգամավորների տեսադաշտից։ Նոր ձևավորվող խորհրդարանում այն կարևորագույն հարցերը, որոնք ծառացած են Հայաստանի առջև եւ դրանցից շատերի մասով նույն իշխանական թևը, նաեւ անցած ընդդիմադիրները խոստացել են, որ քաղաքացիների համար այդ օրակարգերով լուծումներ կբերեն։ Դա կլինի իշխանության դեպքում թրիփը, ստորագրված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի հետ հարաբերությունները, դե ընդդիմադիրների մասով էլ իրենց բերած խոստումները հնարավոր է այս խորհրդարանի պատկերով իրականացնել նույն թեկուզ արտաքին օրակարգերը, որոնք հիմա շատ կարևոր են Հայաստանի համար, առաջիկա 5 տարվա համար գոնե թե։ Ամենացավոտ հարցն եք տալիս, այս խորհրդարանը խնդրահարույց է ամենակարևորը այն տեսակետից, որ այստեղ նորից լինելու է մեղադրանքների դաշտ եւ իրական քաղաքական գործընթացները խորհրդարանից դուրս են ծավալվելու։ Բայց քանի որ իշխանությունները ունեն հասարակ մեծամասնություն, 51%-ն անցել են, իսկ միջազգային պայմանագրերի վավերացումը պահանջվում է հասարակ մեծամասնությամբ, ապա արտաքին օրակարգերի սպասարկումը խնդիրներ չի ունենալու։
Խնդիրներ լինելու են դրանց իրականացման գործընթացներում, որովհետև ինչպես ասացի, խորհրդարանը քաղաքական գործընթաց իրականացնելով քաղաքական խնդիրները բերելու, լուծելու, դրանց վերաբերյալ առողջ բանավեճեր ձևավորելու փոխարեն անելու է այն, ինչ արել է նախորդ 5 տարիների ընթացքում, փոխադարձ մեղադրանքներ, որոշ դեպքերում գուցե նաև իրավիճակների սրումներ, ճգնաժամային իրավիճակներ խորհրդարաներում, անվտանգության աշխատողների ներս կանչել, այն ինչ տեսել ենք մենք 5 տարիների ընթացքում, ցավոք սրտի նույնատիպ խորհրդարան է լինելու, նույնատիպ տրամաբանությամբ, ինչը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում իրական։ Նախընտրական շրջափուլում գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ նրանք ովքեր հանցագործներ են կամ նրանք ովքեր որ խնդրահարույց դեմքեր ու կերպարներ են, պիտի պատժի արժանանան։ Առաջիկա 5 տարում ինչպիսին է կլինի այս խոստումների իրականացումը։ Տեսնենք, թե իշխանությունները իրականում այս հարցը ուղղված է իշխանություններին, տեսնենք, թե իշխանությունները ինչքան հետևողականորեն իրենց խոստումները կկատարեն, բայց ես մեկ բան կցանկանայի նշել, որ անկախ նրանից նույնիսկ եթե գործընթացները իրականացվեն, եթե հանցագործության մեջ մեղադրվողները եւ նրանց մեղադրանքը ապացուցվելու դեպքում պատիժ կրեն, անկախ նրանից նրանք պատգամավոր են թե պատգամավոր չեն, միևնույն է, ազգային ժողովում հայտնվում են մարդիկ, ովքեր քաղաքական օրակարգ իրացնել, ընդդիմադիր Հայաստանի Հանրապետության շահերից բխող ընդդիմադիր գործընթաց իրականացնել ոչ թե չեն կարող, այլ նրանք բացարձակ ուրիշ բանի համար են գալիս խորհրդարան։ Հիշում եք 2021 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերը հայտնվեցին խորհրդարանում, նրանք հայտարարում էին այդ սկզբնական շրջանում, որ մենք կգնանք այնտեղ եւ քաղաքացիական պայմանագրին չենք թողնի, որ նա աշխատի։ Նույն բանը անելու են այս երկու քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր են, նորից Բարգավաճին մի կողմ թողնենք, մի փոքր այլ է իրավիճակը, նրանք գալիս են խանգարելու։ Եվ նրանք փորձելու են իրենց հասու բոլոր միջոցներով խանգարել քաղաքացիական պայմանագրին աշխատել, եւ սա ոչ միայն խնդիր է այն պատճառով քաղաքացիական պայմանագրը չի կարողանա աշխատել, սա խնդիր է նաեւ այն տեսանկյունից, որ առողջ ընդդիմությունը կարող է քաղաքացիական պայմանագրին ավելի շատ մղել աշխատելու, այսինքն տեսեք ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած խումբ ինքը իհարկե լավ բաներ կարող է ցանկանալ, բայց եթե այդ ամենը անում է հանդարտ ռեժիմում, չկա վերահսկող, չկա նրանց ավելի առաջ մղող, չկա ավելորդ շարժառիթ, նրանք դա անում են շատ ավելի նվազ արդյունավետությամբ։ Եթե ազգային ժողովում լիներ գոնե այնպիսի քաղաքական ուժ, որը այդ օրակարգերի իրականացմանը քաղաքացիական պայմանագրին ավելի շատ առաջ կմղեր, դա Հայաստանի Հանրապետության շահերից կբխեր։ Ցավոք դա չենք ունենալու առաջիկա 5 տարին։ Ամեն դեպքում քաղաքացիները ընտրել են իշխող կուսակցության այս պայդրությամբ, թե ներկա առաջիկայում ձևավորվող խորհրդարանում լինող ընդդիմադիրներին, դա քաղաքացիների ընտրությունն է։ Տեսեք, դուք ասում եք առողջ ընդդիմություն, որը կկարողանար առաջ մղել իշխանությանը, բայց մարդիկ չեն գտել այդ առողջ ընդդիմությունը։ Այո, եւ դա հենց այդ առողջ ընդդիմության խնդիրն է։ 18-19 քաղաքական ուժերի մեջ ձեր ասած առողջ ընդդիմությանը մարդիկ ձայներ չեն տվել այնքան, որպեսզի իրենք կարողանան հաղթահարել շեմը։ Գուցե հենց այդ նույն առողջ ձեր ասած առողջ ընդդիմության մեջ է խնդիրը։ Ոչ թե գուցե, հաստատապես այդ առողջ ընդդիմության մեջ է խնդիրը, որովհետև տեսեք, եթե գումարենք իրար մի քանի քաղաքական ուժերի հիմա անուններ չտա, մի քանի քաղաքական ուժերի ստացած ձայները, որոնք փաստացի մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ նույն օրակարգն էին սպասարկում, հենց իմ նշած առողջ ընդդիմության, որ կարող էին գալ ազգային ժողով եւ այլն, նրանք հաստատապես շեմը անցնում էին, բայց նրանցից ամեն մեկը դրսևորեց ավելորդ ուրեմն ամբիցիաներ եւ դրա հետևանքով նրանք չհայտնվեցին ազգային ժողովում, ընդ որում ես նշեմ, որ իմ ուսումնասիրությունը ցույց են տալիս մեկ բան, որ տեսեք շատ են խոսում ռուսամետ քաղաքական ուժերի եւ արևմտամետ քաղաքական ուժերի մասին, իշխանությունների մի կողմ թողնենք այս ամենի մեջ։ Ինչու ռուսամետ քաղաքական ուժերը կարողանում են հաջողության հասնել այսօր որևորդ անգամ, իսկ արևմտամետ քաղաքական ուժերը չեն կարողանում, որովհետեւ ռուսամետ քաղաքական ուժերի մեջ սովորաբար լինում է մեկ ուժ կենտրոնում ռուսամետ քաղաքական ուժերի, որի շուրջը պատտվում են մյուս ուժերը եւ փորձում են այս ուժի հետ համագործակցել, այս ուժը մի քանիսին ինտեգրում է իր շարքերը եւ կարողանում է հասնել հաջողության, իսկ արևմտամետ քաղաքական ուժերը հիմնականում հավասար ռեսուրսներ ունեն։ Ռուսամետների այդ կենտրոնում գտնվող ուժը ամենամեծ ռեսուրսներն ունի եւ նրա շուրջը պատտվում են, նրա ռեսուրսներից փորձում են օգտվել այլ ուժերը։ Եկեք հիշենք, ինչպես էին այս վերջին 1 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերը պայքարում մեկը մյուսի դեմ Սամվել Կարապետյանի ուժի կամ անձամբ Սամվել Կարապետյանի համակրանքին արժանալու համար։ Արևմտամետների մեջ չկա նման բան, գոնե այս պահին չկա, դա գուցե վատ է, որովհետև արևմտամետները պայքարում են ոչ թե իրար դեմ ինչ-որ մեկի հետ գնալու համար, այլ պայքարում են ուղղակի իրար դեմ։ Եվ իրար դեմ պայքարի արդյունքում նրանք կորցնում են հնարավորությունը
համատեղ հանդես գալու եւ հաղթահարելու։ Դե հենց այդ նույն մասով էլ տեսեք ոչ մի արևմտամետ քաղաքական ուժ, որը մասնակից էր այս ընտրապայքարին, չի կարողացել հաղթահարել Շեմը։ Եվ դուք եւ այլ փորձագետներ, ովքեր նույն այս տաղավարում ինձ հետ զրույցում ասել են, կարծիք, որ մենք ունենք հակառուսական տրամադրություններ հասարակության մեջ, ել չեմ ասում վերջին սահմանափակումները, որոնք բերել են ու ավելի են սրել հակառուսական տրամադրությունները, բայց տեսնում ենք ընտրության արդյունքը, թե ինչպիսի խորհրդարան է հասարակությունը ձևավորում, արևմտամետերին դուրս թողելով ռուսամետներին ազգային ժողով գործ ուղելով, արդյոք մենք ճիշտ ենք գնահատում, որ մեր հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ են կամ այդ տրամադրությունները այնքան սրված են, որ մարդիկ ուղղակի արևմտամետերի քվե կտային։ Գիտեք, այն, որ քաղաքացիական պայմանագիրը երկու անգամից ավելի է տարել, քան մոտակա ռուսամետ քաղաքական ուժը, դա արդեն վկայություն է այն բանի, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ բարձր են։ Եկեք ուշադրություն դարձնենք, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես 39,000-ով։ Փաշինյանի կուսակցությունն ու թիմը արևմտամետ գնահատել է, արդյոք օբյեկտիվ գնահատական, իրենք բալանսավորված քաղաքականություն են առաջ տանում։ Քաղաքացիական պայմանագիրը 39,000 ձայն ավելի է տարել, քան տարել է 2021 թվականին։ Սա խոսում է այն մասին, որ մարդկանց շատ մեծ հատված քվեարկել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրին այն պատճառով, որ նրանք անհանգստություն են ունեցել ռուսամետների կողմից իշխանության գալու հնարավորությունից։ Սա խոսում է հենց հակառուսական տրամադրությունների մասին։ Ավելին, եթե արևմտամետ կուսակցությունների ձայներն էլ գումարենք իրար, իրենք էլ կարողանան իրար Բարգավաճ Հայաստանից ավելի ձայն հավաքել։ Բայց ինչպես ասացին, խնդիրը չմիավորման մեջ է։ Բաժանված է արևմտամետ դաշտը եւ սա էլ իր հերթին է խնդիր։ Այստեղ գլխավոր հարցն այն է, որ արևմտամետ քաղաքական ուժերի մեջ մեծ ռեսուրսների տիրապետող ուժ չկա։ Բոլոր ուժերը հարաբերականորեն իրար հավասար ռեսուրսներ ունեն, ինչը հնարավորություն չի տալիս միանալ։ Ընդ որում դուք նշեցիք, որ եւ ես եւ այլ գործընկերներ խոսել ենք այդ մասին, մենք երկու առաջարկ ենք արել այս ընթացքում նախորդ 2-3 տարիներին արևմտամետ քաղաքական ուժերին, որպես ուղղակի փորձագետներ, որպես քաղաքական գործընթացի մասնագետներ։ Առաջին միավորվել, որը չստացվեց, որովհետև նրանցից ամեն մեկը ուներ իր ամբիցիաները։ Եվ երկրորդ առաջարկը ես արել եմ արդեն 2025 թվականի դեկտեմբերին, միավորված դուրս գալ պայքարից։ Այսինքն բոլոր արևմտամետ ուժերի ղեկավարները մեծ ծանոթ մարդիկ, այն մարդիկ, ովքեր երկար տարիներ մասնակցել են, դուրս գան ընտրապայքարից եւ թույլ տան ինչ որ մի երիտասարդ ուժի կամ այդ երիտասարդ ուժի շարքեր գործող են իրենց երիտասարդներին, թույլ տալ միայն մեկ ուժով արևմտամետ դիրքերը ներկայացնել։ Եվ հաշվարկել էինք, որ սա էլ հաջողության հնարավորություն է։ Սա եւս մերժվեց եւ երկու տարբերակն էլ մերժվեց, ունենք այդ արդյունքը, որը ունեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։